Դասական մեխանիկայի 7-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր կուսումնասիրենք երկու թեմա՝ պոտենցիալ ուժային դաշտ եւ կինետիկ մոմենտ։ Ուրեմն սկսենք առաջինից, այդ Արնոլդի գրքում 6-րդ բաժինն է։ Ուրեմն պոտենցիալ ուժային դաշտ։ Նախ հիշենք, թե ինչ է նշանակում ուժի աշխատանքը ինչ-որ կորի երկայնքով։ Ուրեմն ամենապարզ դեպքը, երբ ունենք ինչ-որ հաստատուն ուժ, ասենք նշանակենք F-ով, ունայում ենք տեղափոխություն ինչ-որ նյութական կետի, ասենք P1 կետից P2 կետը ուղիղ գծով։ Դեպքում աշխատանքը, այս F ուժի աշխատանքը, sense նշանակենք F ուժի աշխատանքը, դա պարզապես ներքին արտադրյալն է։ Վերցնում ենք F վեկտորը եւ սկալար բացապատկում ենք P1 P2 վեկտորով։ Այս կոչվում է F-ի աշխատանքը P1 P2, եկեք ստեղ վեկտոր դնեմ, որ պարզ դառնա, որ ուղիղ x նկատի ունենք, P1 P2 տեղափոխության ընթացքում։ Ոնց ենք սահմանում ոչ հաստատուն ուժի աշխատանքը, այսինքն վերցնում ենք ինչ-որ մի հատ ուժային դաշտ, այս բանին մեզ պետք է միայն անընդհատություն, այսինքն ես կընտրեմ, որ F-ը կարող ենք նայել ընդհանուր դեպքը, թող լինի անընդհատ արտապատկերում RD-ի վրա որոշված կամ ինչ-որ տիրույթում որոշված RD-ի վրա եւ արժեքներ ընդունում է RD-ին։ Դեն ցանկացած թիվ է։ Ու ես նայում եմ ինչ-որ կոր գամմա, որը ընկած է RD-ի մեջ։ Մենք ոնց ենք սահմանում F-ի աշխատանքը գամմա կորի երկայնքով։ Եթե գամմա կորը սա է, ասենք միացնում է P1 եւ P2 կետերը, մտահղացումը լրիվ նույնն է, ինչ որ Ռիմանի ինտեգրալի կառուցման համար, այսինքն այս կորը բաժանում ենք փոքր մասերի, նշանակենք այդ կետերը, ուրեմն առաջի կետը կլինի x0, հետո x1-ը եւ այլն, xk հանած 1, xk եւ վերջինն էլ, ասենք նշանակենք xn-ով, որը կհամընկնի P2-ի հետ։ Անում ենք հետեւյալը, վերցնում ենք ամեն ստացված, ուրեմն այս կետերը x0, x1 կետերը, որը բաժանում են n մասի, ամեն մասում վերցնում ենք ինչ որ մի կետ, անուն դնենք քսիկա։ Ուրեմն k-երորդ մասում վերցրած կետի անուն դնենք քսիկա, ու նայում ենք հետեւյալ գումարը։ Գումար k-ն հավասար է 1-ից n, վերցնում ենք ուժը քսիկա կետում, այսինքն ստեղ ամեն կետում գործում ինչ որ ուժ, վերցնում ենք ուժը քսիկա կետում, եւ ներքին արտադրյալը xk հանած xk-1 վեկտորի հետ։ Այսինքն վերցրեցինք սա, այս տեղափոխությունը եւ բազմապատկեցինք քսիկայով։ Քսիկան կարող է ցանկացած կետ xk-1 xk մասնիկի վրա։ Ու ինչ ենք անում Ռիմանի ինտեգրալի համար, պարզապես անցնում ենք սահմանի, երբ դելտան ձգտում է 0-ի, որտեղ դելտան այս կետերի միջև հեռավորության մաքսիմումն էր։ Մաքսիմում k-ն փոքր է n-ից եւ մեծ է 1-ից,
ու վերցնում եմ x-k հատվածի երկարությունը, այսինքն տարբերության երկարությունը։ Ուրեմն մի փոքր լեմ, որ ասում որ սահմանը գոյություն ունի։ Ման գոյություն ունի եւ կախված չի տրողումից եւ ընտրված կետերից։ Եկեք փորձենք հասկանանք, թե ինչի է արդյունքը ճիշտ։ Ուրեմն ապացույց։ Ուրեմն մենք փորձելու ենք բերել այս ամեն ինչ Ռիմանի ինտեգրալին, ըստ էության։ Ուրեմն եթե տրված է գամմա կոր, բնականաբար ենթադրում ենք գամմա կորը ողորկ է, այսինքն գամմա կորը տրվում է ինչ-որ պարամետրական ներկայացմամբ, այսինքն գամման այդ ինչ-որ գամմա t է, որտեղ t-ն փոխվում է AB միջակայքում, ընդ որում ածանցյալը երբեք 0 չի դառնում։ Ցանկացած t-ի համար AB-ից գամմա կետով t-ն էս վեկտոր է, ինքը տարբեր է 0-ից։ Այդ դեպքում եթե ունեմ ես ունեմ տրոհում, նշանակում է այս յուրաքանչյուր կետը համապատասխանում է ինչ որ t-ի AB հատվածի վրա, այսինքն եթե ես ունեմ գամմա կորի տրոհում xk, ապա սրան համապատասխանում է AB հատվածի տրոհում, այսինքն ես կարող եմ ընտրել t0-ն հավասար է a, փոքր է t1-ից եւ այլն փոքր է t-նից, որը հավասար է b կետեր, այնպես որ գամմա t-կան հավասար է xk-ի եւ եթե կան ընտրված կետերը, xk կետերը, ապա սրանց համապատասխանության մեջ կարող եմ գնել tau 1, tau 2 եւ այլն tau n կետեր, որտեղ tau կան պատկանում է t-k-1 t-k հատվածին։ Մենք ասենք, որ ընտրել ենք n+1 կետ, x0, xn, եւ յուրաքանչյուր հատվածի վրա, այսինքն հատված չէ, կորի մասնիկի վրա, ընտրել ենք xk կետ։ Այս x-k-1-ը համապատասխանում է t-k-1-ին, x-կան t-k-ին, xk-ն էլ համապատասխանում է ինչ-որ tau k-ի, որը ընկած է այս երկուսի միջև։ Այդ դեպքում այս գումարը, ոչ տեղ էր գրված, ես կարող եմ գրել հետևյալ ձևով, ուրեմն մեր գումարը ինքը կախված է x-կաներից եւ ընտրված կետերից, տաուկաներից։ Ուրեմն այս հավասար է, ուրեմն միատորից գրենք գումար, կան հավասար է 1-ից n, ես վերցրել եմ f-ը, ներողություն, ոչ թե տաուկա էր, այլ xk էր, ես վերցրել եմ f-ը xk կետում, ես սկալար բաժանապատկում եմ xk հանած xk-1 վեկտորով։ Ուրեմն սա հավասար է, օգտագործելով պարամետրական ներկայացումը, գումար, կան հավասար է 1-ից n, f-ը ես պետք է հաշվեմ գամմա տաուկա կետում, ուստեղ պետք է գրեմ գամմա tk հանած գամմա t-k-1 և սկալար արտադրյալ։ Մենք փորձենք ես արտահայտությունը մի քիչ ուրիշ ձևով գրել, ուրեմն օգտագործենք միջին արժեքի թեորեմը ինտեգրալ տեսքով։ Ուրեմն սա հավասար կլինի գումար, կան հավասար է 1-ից n,
f գամմա տau կա, իստեղ ստացվում է ինտեգրալ 0-ից 1 գամմայի ածանցյալը, որ ես պետք է վերցնեմ տau կա մինուս 1 գումարած s անգամ, եկեք տեկա հանած տեկա մինուս 1-ը նշանակենք դելտա կայով, դելտա կամ այդ տեկա հանած տեկա մինուս 1-ներ և ds ու այս ամեն ինչը պետք է բազմապատկենք արգումենտների տարբերությամբ, այսինքն դելտակայով։ Դելտական թիվը ես կարող եմ գրել սկալար արտադրից դուրս անգամ դելտակա։ Հիմա սա եւս մի բան եք նկատում, մենք ենթադրենք, որ ամեն ինչ ողորկ է, ընդհանրապես պայմանավորվել ենք, որ ողորկությունը մեզ համար խնդիր չի, բոլոր ֆունկցիաները այնքան ողորկ են, ինչքան անհրաժեշտ է։ Ես սա կարող եմ գրել գամմա կետով անընդհատ ֆունկցիա է, գամմա կետով, որ ես կվերցնեմ տau կա կետում, և գումարած տարբերությունը սրա հետ ստացվում է դելտայի կարգի, մեծո դելտայի կարգի, ընդ որում մեծոն հավասարաչափ է այս տրոհման, ըստ հատվածների։ Այսինքն ինչ է ստացվում, ստացվում է գումար, կան հավասար է 1-ից n, սկալար արտարյալ f գամմա տau կա, ստեղ պետք է վերցնեմ սկալար արտադրյալը գամմա կետով տau կայի հետ, s բազմապատկվում է այս դելտակայով, և ստեղ կար մի հատ մեծո դելտակայից, սրա հետ միասին տալիս է մեծո դելտակա քառակուսուց։ Ուրեմն ստեղ մի ոչ, այսինքն ակնհայտ, չասեմ ոչ ակնհայտ, բայց մի բան կա հիմնավորելու։ Ուրեմն մենք ստեղ ուզում ենք անցնենք սահմանը, երբ որ այս դելտան է ձգտում 0-ի, որը մաքսիմումն էր x կամ մինուս 1-երի երկարությունների։ Հիմա ես ուզում եմ, որ քանի որ կորը ողորկ է ու ես ենթադրել եմ, որ սա է ճիշտ, դելտան ձգտում է 0-ի այն և միայն այն դեպքում, երբ փոքր դելտան է ձգտում 0-ի։ Ուրեմն փոքր դելտայով նշանակենք փոքր դելտան այդ մաքսիմումն է դելտակայերի, որտեղ կամ փոխվում է 1-ից n։ Ես պնդում եմ, որ դելտան ձգտում է 0-ի, այդ նույնն է, որ ասենք, որ փոքր դելտան է ձգտում 0-ի։ Այդ հետևում է նրանից, որ ես ենթադրել եմ, որ ածանցյալը 0 չի, առաջարկում ինքնուրույն հիմնավորել։ Եթե փոքր դելտան ձգտում է 0-ի, այս առաջի անդամը ձգտելու է ինտեգրալի, այս ֆունկցիայի ինտեգրալին, իսկ երկրորդ անդամը ձգտելու է 0-ի, ապացուցում է լրիվ նույն ձևով ինչ-որ Ռիմանի ինտեգրալի կառուցման համար։ Ստեղից եզրակ ասում, որ սա ձգտում է, երբ դելտան ձգտում է 0-ի կամ փոքր դելտան ձգտում է 0-ի, ինտեգրալ a-ից b, ստեղ ստացվում է սկալար արտադրյալ f գամմա s, գամմա կետով s, և ds։ Այսինքն ես ցույց տվեցի, որ սահմանը գոյություն ունի, ոչ միայն սահմանը գոյություն ունի, այլև ներկայացում է այս տեսքով, ընդ որում ոչ մի նշանակություն չունի, թե ոնց ենք ընտրել պարամետրական ներկայացումը կորի։ Կարող է մի պարամետրական ներկայություն, կարող է ուրիշ լինի, միշտ ստացվում է նույն արդյունքը, որը նշանակվում է հետևյալ ձևով, ուրեմն սահմանման այս ինտեգրալն է գամմա կորի երկայնքով f ասենք dl։ Պարզապես նշանակում է, ես ունեմ գամմա կորը և f ուժային դաշտը։ Այս սահմանը
գոյություն ունի, մենք ցույց տվեցինք, ու մենք իրենք նշանակենք այս ձևով, ոնց ենք իրականում հաշվում սա, պարզապես ընտրում ենք գամմա կորի պարամետրական ներկայացում, գամմա S կամ գամմա T, ու կոպիտ ասած տեղադրում ենք սրա մեջ, ստացվում է F գամմա S, գամմա կետով DS, այսինքն այս DL-ը հավասար է գամմա կետով S DS-ին։ Մեր սրանով ապացույցն ավարտվում է, մենք ցույց տվեցինք, որ այդ սահմանը գոյություն ունի, ու այն ինչ որ ստացվում է, կոչվում է F-ի աշխատանքը գամմա կորի երկայնքով, ուրեմն սահմանում այս ստացված սահմանը ինտեգրալ գամմա F DL-ը կոչվում է F-ի աշխատանքը գամմայի երկայնքով։ Շատ լավ, ուրեմն այս աշխատանքի հասկացությունը այստեղ մի բնական հարց է առաջանում, ասենք ունենք երկու կետ, ունենք մեր ուժային դաշտը, որը տրված է, ունենք երկու կետ, այս երկու կետերը տարբեր ձևերով կարող ենք միմյանց միացնենք, կարող ենք ասենք ուղիղ գծով միացնենք, կարող ենք ինչ-որ կորով միացնենք եւ այլն։ Արդյոք աշխատանքը կախված է այս ընտրված կորից։ Ուրեմն ընդհանուր դեպքում կախված է, բայց կա դաշտերի ընտանիք, որոնց համար այդ կախված չի։ Այդ կոչվում է պահպանողական կամ պոտենցիալ ուժային դաշտեր։ Ուրեմն սահմանում F ուժային դաշտը, ասենք, այս պահին ես նույնիսկ կարող եմ ենթադրել, որ ինքը ինչ-որ մի տիրույթում է որոշված, բաց տիրույթ, նկատի ունեմ բաց և կապակցված բազմություն, էլի կարող եմ նայել ընդհանուր դեպքը RD-ում, ուրեմն F դաշտը կոչվում է պահպանողական, կամ պոտենցիալ, այստեղ սահմանում ենք պահպանողական, որը նույնն է ինչ-որ պոտենցիալ, եթե գոյություն ունի ու ֆունկցիա, որը արդեն C1 դասից է D-ից R, այսինքն սկալար ֆունկցիա, այնպես որ ցանկացած x-ի համար fx-ը հավասար է մինուս գրադիենտ ու x։ Այս տեսակ դաշտեր մենք արդեն տեսել ենք, որն էր այս դաշտերի կարևորությունը, այն որ եթե շարժումը կառավարվում է այս տեսակ դաշտով, ապա գոյություն ունի գոնե մի պահպանման օրենք, այդ էներգիայի պահպանման օրենքն է։ Դրանք վերադառնանք ավելի ուշ, հիմա ուրեմն փորձենք ուսումնասիրել այս պահպանողական և պոտենցիալ դաշտ կամ պոտենցիալ դաշտերը։ Ուրեմն կա հետևյալ արդյունքը, թեորեմ, ուրեմն F ինձ թվում է, լավ, գրենք տեսնենք, կարող է պետք լինի C1 լինի, բայց իմ կարծիքով C1-ի կարիքը չկա։ Ուրեմն F դաշտը պոտենցիալ է, այն և միայն այն դեպքում, երբ ցանկացած
P1, P2 կետերի համար D-ից եւ ցանկացած գամմա կորի համար էլի D-ից P1, P2 ծայրակետերով P1 եւ P2 ծայրակետերով ուրեմն այս F ուժի աշխատանքը գամմա կորի երկայնքով կախված է միայն P1-ից եւ P2-ից։ Այսինքն ինչ կորել վերցնենք, որը միացնում է այս P1 եւ P2 կետերը, աշխատանքը կլինի նույնը։ Ուրեմն եւս մի անգամ թեորեմը ասում է հետեւյալը. ունենք F անընդհատ ուժային դաշտը։ Այս ուժային դաշտը պահպանողական է կամ պոտենցիալ դաշտ է, եթե ցանկացած P1, P2 կետի համար D դիրույթում այս ուժի աշխատանքը ցանկացած կորի երկայնքով, որը միացնում է P1 եւ P2 կետերը, նույնն է։ Տարբերություն չկա, թե ինչ կոր ընտրենք։ Եկեք ապացուցենք այս արդյունքը։ Ուրեմն ապացույց սկսենք հեշտությունից։ Ուրեմն ցույց տանք, որ եթե գոյություն ունի, սա մոռացա ասել, եթե նման ֆունկցիա գոյություն ունի, ապա այս ֆունկցիան ու ֆունկցիան կոչվում է f-ի պոտենցիալ։ Ուրեմն ենթադրում ենք, որ f-ը ունի պոտենցիալ, ու փորձում ենք ցույց տալ, որ աշխատանքը կախված է միայն ծայրակետերից։ Ուրեմն այդ աշխատանքը նշանակենք a գամմայով, ուրեմն a գամման հավասար է ինչի, հավասար է ինտեգրալ գամմա կորի երկայնքով f dl։ Մենք ցույց ենք տվել, որ եթե գամման մենք ներկայացնում ենք պարամետրական տեսքով, գամման ներկայացրել ենք ինչ-որ գամմա t պարամետրական տեսքով, որտեղ t-ն փոխվում է AB միջակայքում, ապա այս ասում են նաև կորագից ինտեգրալ, այս կորագից ինտեգրալը կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. ինտեգրալ a-ից b f գամմա t գամմա կետով t եւ dt։ Բայց f-ը ունի պոտենցիալ, հետեւաբար ես կարող եմ իրեն գրել մինուս ինտեգրալ a-ից b գրադիենտ u գամմա t գամմա կետով t պետք է վերցնեմ սկալար արտադրյալը եւ dt։ Սա մի քիչ ուշադիր որ նայում ենք, սա մենք ելի ենք օգտագործել, տեսնում ենք, որ այս ինչ որ գրված է ստեղ, այդ նույնն է ինչ որ u գամմա t ֆունկցիայի ածանցալը ըստ էի։ Սա էլ Նյուտոն-Լեյբնիցի բանաձևի համաձայն հավասար է մինուս u գամմա b պլյուս u գամմա a, այս էլ գամմա a-ն եւ գամմա b-ն ծայրակետերն էին, ստացվում է u p1 կետում հանած u p2 կետում։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ f ուժի կատարած աշխատանքը ցանկացած գամմա կորի երկայնքով, որը միացնում է p1 եւ p2 կետերը, հավասար է պարզապես պոտենցիալների տարբերությանը այդ երկու կետերում։ Մասնավորապես կախված չի գամմայից։ Ուրեմն այս ցույց է տալիս այս պայմանի անհրաժեշտությունը, ու բացի դրանից հուշում է, թե եթե պոտենցիալ գոյություն ունի, ապա ինքը իրեն ոնց է պետք սահմանել։ Պարզապես պետք է վերցնել, ասենք, ստեղ p1, p2 կետերին, կետերից մեկը ֆիքսենք, մյուսը փոխենք։ Այսինքն վերցնում ենք եկեք գրենք ուրեմն ապացուցենք պայմանի
բավարար լինելը։ Եկեք, որպեսզի մի քիչ ավելի պարզ լինի, չնայած համարյա տարբերություն չկա։ Լրիվ ապացույցն եմ բազմաչափ դեպքում, եկեք ենթանանք, որ դեն հավասար է 2-ի, այսինքն հարթության վրա է ամեն ինչ տեղի ունենում։ Ուրեմն այս բանաձևը, ուրեմն աշխատանքը հավասար է պոտենցիալների տարբերությանը, հուշում է, թե ոնց է պետք սահմանել մեր պոտենցիալը, որտեղ եթե ինքը գոյություն ունի, ապա այս միշտ է ճիշտ։ Ուրեմն վերցնում ենք ինչ որ մի x0 կետ դեպի դիտում, վերցնում ենք ցանկացած ուրիշ կետ, ու ասում ենք, որ ուն x կետում հավասար է x0 կետում ես ցանկացած թիվ կարող եմ վերցնել պոտենցիալի համար, որովհետև պոտենցիալը ակնհայտորեն որոշվում է հաստատունի ճշտությամբ։ Որտեղ եթե f հավասար է մինուս գրադիենտու, եթե u-ին հաստատուն եմ գումարում, ոչինչ չի փոխվում։ Այսինքն ես կարող եմ ցանկացած կետում ասել, որ վերցնել ինչ-որ մի կետ ֆիքսել, ասել, որ այս կետում պոտենցիալը 0 է։ Հիմա այս x0-ն է ֆիքսում։ Եվ ասում եմ, որ ux-ը հավասար է, այստեղ փաստորեն p1-ը մեր x0-ն է, p2-ը մեր x-ն է, ստացվում է մինուս ինտեգրալ գամմա x-ով նշանակեմ ցանկացած կոր, որը միացնում է x0-ն x-ին, և f ուժի աշխատանքը այս գամմայի երկայնքով, f dl։ Այն ինչ որ գրված է լավ որոշված է, որովհետև ես ենթադրել եմ, որ ցանկացած p1, p2 կետերի համար և ցանկացած գամմայի համար, p1 և p2 ծայրակետերով աշխատանքը կախված չի գամմայից, կախված է միայն p1-ից և p2-ից, այսինքն այն ինչ որ գրված է ստեղ, իրոք ֆունկցիա x-ից։ Ինչ պետք է ապահովենք, ցույց տանք, որ u-ի գրադիենտը հավասար է մինուս fx-ին, որում սա ճիշտ է ցանկացած x-ի համար dx։ Մենք ոնց ենք անում։ Ես գիտեմ, որ այսինքն ինչ պետք է ցույց տամ։ Ես պետք է ցույց տամ, որ ux վերցնում եմ ցանկացած դելտա x, այսինքն դելտա x-ը ինչ որ փոքր վեկտոր է R2-ում, հանած x, ես պետք է ցույց տամ, որ սա հավասար է ինչի fx անգամ դելտա x, սկալար արտադրյալ, և գումարած փոքր o դելտա x-ից։ Սա է նշանակում, որ u-ի գրադիենտը հավասար է մինուս մոռացա, ես ուզում ցույց տամ, որ գրադիենտուն հավասար է մինուս fx, այսինքն պետք է ցույց տամ, որ ux գումարած դելտա x հանած x-ը հավասար է մինուս fx դելտա x սկալար արտադրյալ գումարած փոքր o դելտա x-ից։ Ես գիտեմ նաև, որ այս ուն կախված չի ընտրված գամմայից։ Այսինքն այս տարբերությունը ինչ որ գրված է, ու x գումարած դելտա x հանած x-ը, որը եկեք մի անգամ գրենք, հավասար է մինուս ինտեգրալ գամմա x գումարած դելտա x և գումարած ինտեգրալ գամմա x ու երկուսի համար էլ վերցնում եմ f dl-ը, լավ եկեք չգրեմ f dl-ը, սա նույնն է, ինչ որ մինուսը մնում է, ինտեգրալ, ես վերցնում միացնում եմ իրար x-ը և x գումարած դելտա x-ը ցանկացած ձևով, պայմանականորեն նշանակենք սենց։ Կորը, որը միացնում է x-ը և x գումարած դելտա x-ը նշանակենք, ինտեգրալ այդ կորի երկայնքով նշանակենք սենց։ Ուրեմն ստացվում է f dl։ Հիմա ես պետք է, ուրեմն ինչ եմ ուզում ցույց տամ, ուզում ցույց տամ, որ սա հավասար է այս սրան։ Ինտեգրալը ըստ պայմանի կախված չի ընտրված կորից, ես կարող եմ ընտրել հետևյալ կորը,
ուրեմն գամմա, որը 0,1-ը տանում է D-ին, և S-ին անպատասխանության մեջ է դնում X գումարած S դելտա X-ը։ Եթե S հավասար է 0-ի, ստանում եմ X, եթե S հավասար է 1-ի, ստանում եմ դելտա X, ընդ որում քանի որ D-ն բաց է, եթե դելտա X-ը բավականաչափ փոքր է, այս ամբողջ կորը կգտնվի D-ի մեջ։ D-ն ցանկացած տիրույթ է, հիշեցնեմ, այսինքն բաց կապակցված բազմություն։ Ուրեմն ինչ որ գրված է ստեղ, համաձայն մեր այս հաշվարկի, որտեղ մենք ստացանք ինտեգրաբանի տեսքը, սա է չի աշխատանքի տեսքը, ստացվի ուրեմն այս ամեն ինչը հավասար է սա հավասար է մինուսը մնում է ինտեգրալ 0-ից 1 f-ի փոխարեն պետք է վերցնեմ f-ը պետք է վերցնեմ x գումարած s դելտա x կետում դելի փոխարեն էլ պետք է գրեմ գամմայի ածանցալը, այսինքն դելտա x և ds։ Բայց դելտա x-ը փոքր թիվ է, ես կարող եմ գրել սա օգտագործելով միջին արժեքի թեորեմը, որ ես, այսինքն միջին արժեքի թեորեմ չէ, ես կանոնադրություն եմ օգտագործում, որ ես հավասար է մինուս ինտեգրալ 0-ից 1 ստացվում է fx գումարած անընդհատ ֆունկցիա է, ստացվի փոքր o դելտա x-ից։ ու մի հատ էլ դելտա x տեղ։ Իհարկե այս տեսակ հաշվարկներ անելուց պետք է ամեն անգամ հասկանալ թե ստեղ ինչ է գրած, որովհետև ստեղ իրականում գրված է ֆունկցիա s-ից եւ դելտա x-ից, որը ունի այն հատկությունը, որ իր բացարձակ արժեքը բաժանած դելտա x-ի երկարության վրա ձգտում է 0-ի, երբ դելտա x-ը ձգտում է 0-ի։ Այսինքն թողնում ձեզ ինքնուրույն հասկանալու թե ստեղ ինչ է գրած։ Ուրեմն ստեղ կա երկու անդամ, առաջի անդամը կախված չի s-ից, ես իրան կարող եմ գրել ինտեգրալից դուրս, ստացվում է մինուս fx սկալար արտադրյալ դելտա x-ի հետ և մինուս ինտեգրալ 0-ից 1 փոքր o դելտա x-ից մի հատ էլ դելտա x և ds։ Հեշտ է հասկանալ, որ թողնում եմ ձեզ որպես արժություն, որ սա հավասար է փոքր o ներողություն, այստեղ երեքի սխալ եմ գրել, որովհետև f x գումարած դելտա x-ը անընդհատ ֆունկցիա է, ստեղ ստացվում է ոչ թե փոքր o դելտա x-ից, այլ ստացվում է փոքր o 1-ից։ Այն ինչ որ գրված է ստեղ, փոքր o չի դելտա x-ից, ինքը փոքր o-ի 1-ից, այսինքն պարզապես ձգտում է 0-ի։ Ստեղ նույնպես հետ կլինի փոքր o 1-ից, փոքր o 1-ից անգամ դելտա x ինտեգրալ, ինքնուրույն առաջարկում եմ ցույց տալ, որ սա հավասար է փոքր o դելտա x-ից։ Այս էլ այն էր, ինչ որ մենք ուզում էինք ապահովել, որ u x գումարած դելտա x-ը հավասար է սրան, գումարած փոքր o դելտա x-ից, որը նշանակում է, որ u-ի գրադիենտը հավասար է մինուս f-ի։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Շատ լավ, ուրեմն մենք հասկացանք, որ դաշտը, անընդհատ դաշտը պոտենցիալ է, նկատենք, որ իրոք չօգտագործվեց ածանցելիությունը, պարզապես f-ը անընդհատ ֆունկցիա էր։ Ուրեմն ցույց տվեցինք, որ պոտենցիալի գոյության համար անհրաժեշտ է բավարար, որպեսզի աշխատանքը կախված լինի միայն ծայրակետերից։ Հիմա հարց է առաջանում, թե
ոնց նկարագրենք այդ ոնց կառուցենք դաշտերը, որոնց համար գոյություն ունի պոտենցիալ։ Դե մի եղանակը վերցնում ենք ցանկացած ֆունկցիա, վերցնում ենք գրադիենտը, ասում ենք էս է պոտենցիալ դաշտ է։ Բայց մեզ հետաքրքրում է հակառակը, որ եթե տրված է դաշտ, ոնց հասկանանք գոյություն ունի պոտենցիալ թե ոչ։ Այդ տեսակ մի խնդիր մենք նախորդ անգամ տեսանք։ Մենք ցույց տվեցինք, որ եթե ունենք դաշտ, եկեք օրինակ նայենք, ցույց տվեցինք, որ եթե ունենք f անընդհատ ածանցելի դաշտ R2-ում, ընդ որում գիտենք, որ D1 F2-ը հավասար է D2 F1-ի, ապա F-ը պոտենցիալ է, կամ պահպանողական է։ Ուրեմն կա եւս մի օրինակ, որտեղ արդեն F-ը որոշված է հաշտություն հանած մի կետ, նրանք կոչվում են կենտրոնական դաշտեր, ուրեմն մենք ուսումնասիրենք կենտրոնական դաշտերը։ Կենտրոնական դաշտեր։ Կենտրոնական դաշտերը որոշված են լինելու, կարող ենք ելի ընդհանուր դեպք նայենք, ցանկացած չափողականության տարածության մեջ, բայց սկսենք երկչափ դեպքից, այսինքն այսօր կնայենք երկչափ դեպք միայն։ Վերցնում ենք D-ն, տիրույթը, որտեղ որոշված է դաշտը, ենթադրում ենք, որ ընտրված են ինչ-որ կոորդինատներ ու հանում ենք սկզբնակետը կոորդինատների։ Ես ենթադրում եմ, որ ես ունեմ դաշտ, որը որպեսզի հաստատ ամեն ինչ ճիշտ լինի, վերցնում ենք C1 դասից D-ից R2։ Ուրեմն ինձ հետաքրքրում են դաշտերը, որոնք ունեն լրացուցիչ սիմետրիա։ Ուրեմն սահմանում։ Այսինքն սահմանման համար ածանցելիություն պետք չի, բավարար է ունենալ միայն անընդհատություն։ Ուրեմն կասենք, որ F-ը կենտրոնական է։ Ուրեմն այս սրանումը ես ասացի 0, բայց դրանք ասենք նաև O, որ հեշտ լինի խոսելը, ուրեմն կասենք, որ F-ը կենտրոնական է, եթե այնտեղ սահմանում ենք կենտրոնական դաշտի հասկացությունը, եթե F-ը ինվարիանտ է, on անշարժ թողնող, օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ։ Հաշտության օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ։ Հաշտության օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ։ Մերս մի անգամ ունեմ ինչ-որ ուժային դաշտ, որոշված է R2 հանած ինչ-որ մի օկետ, կասենք, որ այդ դաշտը
կենտրոնական է, եթե f-ը ինվարիանտ է on անշարժ թողնող հաշտության օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ։ Ուրեմն եկեք նախ հիշենք, թե ինչ է նշանակում f-ի պատկերը ինչ-որ մի ողորկ արտապատկերման ազդեցության տակ։ Ուրեմն եթե ես ունեմ ինչ-որ մի, ասենք լավ նշանակենք v-ով, ունենք ինչ-որ մի v վեկտորական դաշտ, որը որոշված է d-ում, եկեք ընդհանուր դեպքը գրենք, RD-ում են արժեքներ ընդունում, և ես ունեմ ինչ-որ մի J արտապատկերում, որը d-ն տանում է RD-ին, ողորկ ֆունկցիա, ասենք պարտադիր չի լինի գծային։ Դեպքում ես կարող եմ սահմանել v-ի պատկերը J-ի ազդեցության տակ, այդ ունի նշանակում եմ J աստղանիշը, այդ թե ոնց է J-ն գործում v-ի վրա։ J աստղանիշը կիրառած v-ի վրա, եթե ես ուզում եմ հաշվել J-x կետում, ապա պետք է անեմ հետևյալը, վերցնում եմ ցանկացած գամմա ֆունկցիա, որը որոշված է, ասենք, ինչ-որ մի փոքր, 0-ի փոքր շրջակայքում, արժեքներ ընդունում է d-ում, որում 0 կետում հավասար է x-ի, իսկ ածանցալ 0 կետում հավասար է vx-ի։ Վերցնում եմ այս տեսակ մի ֆունկցիա, ու անում եմ հետևյալը, վերցնում եմ J գամմա-տեն, այսինքն կիրառում եմ J-ն այս կորի վրա, ածանցում եմ ըստ t-ի և վերցնում եմ t-ն հավասար է 0։ Սա կոչվում է J-ի գործողությունը v վեկտորական դաշտի վրա։ Եթե ունեմ d-ում վեկտորական դաշտ, d տիրույթ էր, սրա վրա գործում է J ֆունկցիան, որը d-ն տանում է ինչ-որ մի d-ն արտապատկերում է RD-ի մեջ, ապա վեկտորական դաշտը ունի պատկեր։ Ոնց են որոշում այս պատկերը, պետք է վերցնեմ ցանկացած կոր, որի արագության վեկտորը, որը 0 կետում անցնում է x կետով, և արագության վեկտորը հավասար է vx-ին, նայում եմ այս կորի պատկերը J ֆունկցիայով և J-x կետում, ստեղ կլինի ինչ-որ միտեղ x-ի պատկերը, այն ինչ-որ ստացվեց որպես արագություն, այդ կլինի հենց V դաշտի պատկերը J-ի ազդեցության տակ հաշված J-x կետում։ Այս ընդհանուր հասկացություններ, թե ինչ է նշանակում V վեկտորական դաշտի պատկեր J ողորկ ֆունկցիայի ազդեցության տակ։ Եթե մենք ունենք կոորդինատներ, հեշտ է հասկանալ, որ այս բանը, այն ինչ որ գրված է ստեղ, այդ կլինի Յակոբի մատրիցի ազդեցությունը V վեկտորի վրա։ Այսինքն J աստղանիշ V-ն J-x կետում, ես պարզապես պետք է վերցնեմ dJ dx-ը, ուրեմն սա Յակոբի մատրիցն է, բոլոր մասնակի ացանցալները, և կիրառեմ Vx վեկտորի վրա։ Այս թող լինի մի փոքր վարժություն։ Մասնավորապես սա ցույց է տալիս, որ սահմանումը ըստ էության կախված էր գամմայից, բայց սահմանում կախված չի գամմայից, միշտ ստացվում է նույն
արդյունքը, որը տրվում է 0-ով։ Հիմա վերադառնանք կենտրոնական դաշտերին։ Կենտրոնական դաշտը կոչվում է կենտրոնական, եթե տեղի ունի հետևյալը։ Վերցնում եմ ցանկացած օրթոգոնալ ձևափոխություն, այսինքն մասնավորապես գծային արտապատկերում է, հարթության օրթոգոնալ ձևափոխություն, որի համար 0-ն անշարժ կետ է, այսինքն հարթության հեռավորությունը պահպանող ձևափոխությունները դրանք afին արտապատկերումներ են։ Եթե հիմա այս ֆիքսում եմ O կետը, ասում եմ, որ O-ն անշարժ է, ստացվում է գծային ձևափոխություն, որը պահպանում է հեռավորությունները։ Մենք կհասկանանք, թե ինչ է նշանակում, որ դաշտը ինվարիանտ է այդ տեսակ ձևափոխությունների նկատմամբ։ Ուրեմն, եկեք նորից մի քիչ ավելի ընդհանուր դեպք նայենք։ Եկեք հիմա նայենք այն դեպքը, երբ ժեն ոչ թե ողորկ ֆունկցիա է, այլ դիֆեոմորֆիզմ է, այսինքն ունի հակադարձ եւ հակադարձը նույնպես ողորկ է։ Ուրեմն ժեն նայում ենք, ժեն հիմա ես նայում եմ ոչ թե որպես ֆունկցիա, ոչ թե պարզապես ֆունկցիա, այլ ես ենթադրում եմ, որ ժեն դիֆեոմորֆիզմ է։ Ու ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում, որ ինչ որ ուժային դաշտ, ես ունեմ ուժային դաշտ, այսինքն վեկտորական դաշտ, ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում, որ v-ն ինվարիանտ է j-ի ազդեցության նկատմամբ։ Դա այդ նշանակում է հետևյալը, որ եթե ես վերցնեմ ուրեմն v-ն ինվարիանտ է j-ի նկատմամբ, ըստ սահմանման այս նշանակում է հետևյալը։ Ես վերցնում եմ v-ն, կիրառում եմ իր վրա j-ն, այսինքն ստանում եմ j աստղանիշ վեկտորական դաշտը։ Քանի որ ես ենթադրել եմ, որ j-ն դիֆեոմորֆիզմ է, ես ստանում եմ վեկտորական դաշտ հենց d-ում։ Ու ինվարիանտությունը նշանակում է, որ j աստղանիշ v-ն պետք է հավասար լինի v-ի։ Ուրեմն ստեղ պետք է հաշվի առնել, որ n ինչ որ գրված է ստեղ, այդ j աստղանիշ v-ի արժեքն է jx կետում, այսինքն չենք կարող գրել, որ dj dx vx-ը հավասար է v-ի։ Պետք է գրենք հետևյալը, որ ցանկացած x-ի համար d-ից, եթե ես վերցրեմ j աստղանիշ v-ն եւ հաշվում եմ x կետով, ապա սա պետք է ստացվի հենց vx-ը։ Այսինքն, եթե գրեմ կոորդինատներով, ես նայեմ սրան ու գրեմ կոորդինատներով, այս նույնը կլինի, այսինքն ոչ թե կոորդինատներով, ավելի բացահայտ ացանցալի միջոցով, այս նույնը կլինի, որ ասեմ հետևյալը, ցանկացած x-ի համար d-ից, եթե ես վերցնեմ Յակոբիի մատրիցը եւ ասում եմ ոչ թե x, որտեղ ես ստեղ պետք է ստանամ x, ստեղ կստացվի j-1x։ Սրա համար էլ մեզ պետք որ j լինի դիֆեոմորֆիզմ, որ կարողանամ գրել j-1, j-1x եւ հաշվում եմ v-ն, ես կիրառում եմ այս մատրիցը j-1x կետում, v-ի j-x կետում, սա պետք է ստացվի նույնը, ինչ որ vx-ը։ Ուրեմն սա է ինվարիանտության սահմանումը։ Հիմա վերադառնանք մեր այս կենտրոնական դաշտերին։ Ուզում ենք գտնել այն դաշտերը, որոնք ինվարիանտ են այս O կետը անշարժ թողնող օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ։ Նախ հասկանանք, որոնք են օրթոգոնալ ձևափոխությունները։ Ուրեմն հիմա j-ն օրթոգոնալ ձևափոխություններ։
Օրթոգոնալ ձևափոխությունները տրվում են օրթոգոնալ մատրիցների միջոցով, այսինքն ժեն, եթե R2-ից R2-ը գնում, և օրթոգոնալ ձևափոխությունը անշարժ է թողնում O կետը, ապա ժեն կունենա հետևյալ տեսքը, Jx-ը հավասար է ինչ-որ մի օրթոգոնալ մատրից A կիրառած X-ի վրա, որտեղ A-ն օրթոգոնալ մատրից է։ Նշեցնեմ, որ օրթոգոնալ նշանակում է, որ եթե վերցնենք սիմետրիկը և կիրառենք A-ի վրա, ապա կստացվի միավոր մատրից։ Ուրեմն դժվար չի նկարագրել այս բանը, այս գծային հանրաշում արվում է, որ օրթոգոնալ մատրիցները ներկայացում են հետևյալ տեսքով։ Կոսինուս ֆի, սինուս ֆի, մինուս սինուս ֆի, կոսինուս ֆի, սա մի դաս է օրթոգոնալ մատրիցների, և նաև մյուս դասը, որը փոխում է նաև կողմնորոշումը, բայց եկեք սկզբի համար սրանք նայենք։ Ուրեմն այս դասի համար դետերմինանտը հավասար է 1-ի, եթե հաշվում ենք հավասար է 1-ի, ուրեմն կարող է դետերմինանտը հավասար է նաև մինուս 1-ի, այդ դեպքում այս օրթոգոնալ ձևափոխության ազդեցության տակ հարստության կողմնորոշում փոխվում է, այսինքն օրինակ այդ տեսակ են սիմետրիաները ինչ-որ առանցքի նկատմամբ։ Եթե վերցնում ենք O կետը, տանում ենք ինչ-որ ուղիղ, եթե նայում ենք սիմետրիա այս ուղիղի նկատմամբ, դա էլ է օրթոգոնալ ձևափոխություն, ու այս օրթոգոնալ ձևափոխությունը փոխում է հարթության կողմնորոշումը։ Առաջինը այս պտույտ էր, սա պտույտ է ֆի անկյալ տակ, երկրորդ դասը այդ սիմետրիան է ուղի նկատմամբ։ Ուրիշ օրթոգոնալ ձևափոխություններ հարթության վրա չկան։ Հիմա մեր դեպքում մենք ուզում ենք գտնել n դաշտերը O կետից դուրս որոշված, որոնք ինվարիանտ են այս տեսակ ձևափոխությունների նկատմամբ։ Թեորեմը ասում է հետևյալը, որ դրանք կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով։ Թեորեմ։ Վերցնում ենք f-ը, ու ասում ենք, որ ինքը որոշված է R2 հանած 0 կետը, կամ O կետը։ F դաշտը կենտրոնական է, այն և միայն այն դեպքում, երբ գոյություն ունի ինչ-որ f ֆունկցիա, որը անընդհատ է որոշված է դրական կիսառանցքի վրա, դրական կիսառանցքի ես պետք է անեմ նաև 0 կետը, որովհետև դաշտերը որոշված կարող է չլինեն 0 կետում, գոյություն ունի այնպիսի f անընդհատ ֆունկցիա, որ fx-ը ներկայացվի հետևյալ տեսքով. fr անգամ x, որտեղ r-ով նշանակել եմ x-ի երկարությունը։ Սա է հիմնական արդյունքը։ Դաշտը կենտրոնական է այն և միայն այն դեպքում, երբ տեղի ունի հետևյալը, ես վերցրել եմ այս մեր O կետը, նայում եմ ցանկացած x կետ, որում սա պետք է լինի ցանկացած x-ի համար R2 հանած O-ից։ Վերցրել եմ ցանկացած x կետ, դաշտը պետք է ունենա հետևյալ տեսքը։ Նախ ինքը պետք է զուգահեռ լինի OX վեկտորին,
Այսինքն սրան պետք է, սրա շարունակության վրա պետք է լինի դաշտը։ Եվ բացի դրանից, սա է fx-ը, բացի դրանից f-ի մեծությունը պետք է կախված լինի միայն r-ից։ fx-ի երկարությունը հավասար կլինի fr անգամ r։ Եթե ես գիտեմ, որ դաշտը ինվարիանտ է օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ, անշարժ թողնող օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ, ապա տեղի ունի սա։ Շատ լավ, եկեք ապացուցենք, տեղի ունի սա, ներողություն, տեղի ունի սա, այսինքն f-ը ներկայացնում է այս տեսքով ինչ-որ մի ֆունկցիա, որը կախված է միայն հեռավորությունից, x-ի եւ o-ի միջև, եւ բազմապատկած x-ով։ Նույն բանը կարող է գրել ուրիշ ձևով, կարող է գրել, որ fx-ը հավասար է ինչ-որ մի ուրիշ ֆունկցիա, ասենք phi, որը կախված է r-ից, եւ բազմապատկած er վեկտորով, որտեղ er-ը այդ x-ը բաժանած x-ի երկարությունն է, այսինքն x-ը բաժանած r-ը։ Շատ լավ, եկեք ապացուցենք սա, ապացույց։ Ուրեմն փորձենք գրել, այսինքն փորձենք պարզապես կիրառել այս ինչ որ գտել էինք ստեղ։ Սա ենք ուզում, որտեղ j-ն կոնկրետ տեսք ունի, jx-ը հավասար է ինչ որ օրթոգոնալ մատրից անգամ x, կիրառած x-ի վրա։ Ուրեմն, եթե մենք j-ն ապա ածանցում ենք, ապա ստանում ենք պարզապես այս մատրիցը։ Մենք գիտենք, որ գծային ֆունկցիայի ածանցյալը, դիֆերենցիալը հենց այդ մատրիցն է, որը տալիս է այդ գծային ֆունկցիան։ Այսինքն այս հավասարությունը, որը ասում էր, որ j աստղանիշ մեր ուժային դաշտը հաշված j-1 x կետում պետք է հավասար լինի fx-ի։ Սա էր մեր հավասարությունը, ճիշտ է, սա էր գրված տեղ։ Սա էր գրված տեղ։ Այս նույնն է, ինչ ասենք հետևյալը։ Ուրեմն j աստղանիշը հենց այդ an էր։ Ուրեմն an ես պետք է կիրառեմ f-ի վրա եւ հաշվեմ a-1 x կետում։ Ուրեմն սա պետք է հավասար լինի հենց f-ին x կետում։ Ճիշտ է, ասենք կարող ենք ստեղից գտնել, կարող ենք պարզապես նայել ինչ որ գրված է ստեղ։ Վերցրել եմ ածանցյալը, այդ an է, կիրառում եմ f-ի վրա j-1, այսինքն a-1 x կետում, այդ պետք է հավասար լինի fx-ի։ Կամ ուրիշ կերպ ասած, այս համարժեքություն է։ Եթե ես ուզում եմ հաշվել f-ը a-1 x կետում, պարզապես պետք է վերցնեմ a-1-ը կիրառեմ f-ի վրա։ Ուրեմն դաշտը կենտրոնական է այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի սա ցանկացած a օրթոգոնալ ձևափոխության համար։ Հիմա վերցնենք կոնկրետ երկու դաս, կամ եկեք մի հատ նախ մանրամասն գրենք ես ինչ է նշանակում պտույտների համար։ Ուրեմն Ըստորն ավելի ճիշտ էր երևի սա օգտագործելը։ Ուրեմն fx-ը հավասար է
an, ես պետք է կիրառեմ, ուրեմն նախ այս վեկտորը, ճիշտ է, f1x, f2x վեկտորն է, ուրեմն ինչ պետք է անեմ, ես պետք է an, հիմա an ուներ կոնկրետ տեսք, կոսինուս v, կիրառում եմ սկզբից բանի համար, պատույտների համար, կոսինուս v մինուս սինուս v, և սինուս v կոսինուս v։ Սա պետք է կիրառեմ, ինչի վրա, պետք է կիրառեմ f-ի վրա, որը հաշված է a-1x կետում։ Ես պետք է վերցնեմ f-ը, f1-ը a-1x և f2-ը a-1x կետում։ Հիմա անում եմ հետևյալը։ Վերցնենք, ներմուծենք կորդինատներ, x1, x2-ը, ես վերցնում եմ ցանկացած կետ, որը գտնվում է շրջանակցի վրա, և ասում եմ հետևյալը, և ասում եմ հետևյալը, ուրեմն եթե ուզում եմ հաշվել f-ը այս x կետում, v-ին ցանկացած թիվ էր, ես կվերցնեմ v-ին հենց այս անկյունը։ Այդ դեպքում, այսինքն ես վերցրեցի պտույտ v անկյամբ, այդ դեպքում a-1-ը կլինի, ուրեմն a-ն սա էր անում, a-1 կլինի հակառակ ուղղությամբ, այսինքն ես կարող եմ ասել, որ f-ը, եթե ես ուզում եմ հաշվել այս x կետում, ասենք ներմուծենք բևեռային կորդինատներ, այդ դեպքում կլինի f-ը, ես պետք է հաշվեմ r, e, if-ի կետում, գրել եմ ձախ մասը, կարող եմ անել հետևյալը, ստացվում է կոսինուս v մինուս սինուս v, սինուս v կոսինուս v, հիմա a-1-ը կիրառած x-ի վրա, հենց տալիս է այս կետը։ Մեզ x-ն էր, ես էլ կլինի a-1x-ը։ Այսինքն պետք է կիրառեմ f1-ը ես պետք է հաշվեմ r0 կետում և f2-ը պետք է հաշվեմ r0 կետում։ Այսինքն ես երևի ավելի ճիշտ էր գրել r-ի, ոչ թե r-ի, նույն բանն է, բայց որ նույն ձև գրվածնի։ Ուրեմն x հավասար է r y-ի if-ի, այդ դեպքում եմ ստանում եմ f r-ին հավասար է սրան։ Այսինքն, եթե ես ուզում եմ հաշվել, եթե վերադառնամ Դեկարտյան կորդինատների, եթե ես ուզում եմ հաշվել f-ը r կոսինուս v r սինուս v կետում, պետք է անեմ այս մատրիցը կոսինուս v մինուս սինուս v սինուս v կոսինուս v-ին բազմապատկած այս ֆունկցիայով f1 r0 f2 r0, որի անունը կդնեմ, ասենք, դեմ ինչ-որ v1 v2, ամեն անգամ չգրենք, v1 v2, ինքը կախված է միայն r-ից, v1 կախված r-ից և v2 կախված r-ից։ Այսինքն ուրիշ կերպ ասած f1-ը այս կետում, r y-ի կետում, կլինի v1r կոսինուս v հանած v2r սինուս v և f2-ը r y-ի կետում կլինի v1r
սինուս v գումարած v2r կոսինուս v։ Ուրեմն այս ես օգտագործեցի այն փաստը, որ դաշտը ինվարիանտ է պտույտների նկատմամբ։ Ուրեմն այն ինչ է ստացվում, եթե մենք օգտագործում ենք ինվարիանտությունը սիմետրիաների նկատմամբ, իրականում բավական է օգտագործել միայն մեկ սիմետրիա։ Այս մեր 0 կետն է, սա R0 կետն է։ Ուրեմն ստեղ ունեմ վեկտոր V1R, V2R։ Այս VR վեկտորն է։ V1 եւ V2 կոորդինատներով։ Իմանայինք սիմետրիա այս առանցքի նկատմամբ։ X1 առանցքի նկատմամբ։ Ուրեմն ինչ պետք է ունենամ։ Պետք է ես գրում եմ հենց այդ նույն հավասարությունը։ Սա, որտեղ ան սիմետրիա է X1 առանցքի նկատմամբ, ես կարող եմ գրել հետևյալը, որ F1 չէ, F ուրեմն այս ան հիմա սիմետրիա է, լավ, այդ առողջ նշանենք, ստացվի F-ը R0 կետում պետք է հավասար լինի R0 կետը սիմետրիայի նկատմամբ մնում է իր տեղում, սիմետրիայի ազդեցության տակ մնում է իր տեղում, այսինքն ստեղ ստացվում է էլի FR0, ուստեղ պետք է գրեմ այս A արտապատկերում, որը հիմա սիմետրիա է, այո, նշանակենք սիմետրիան։ Այսինքն, որը ինչ է անում ան, եթե կիրառում եմ, ասենք, U1 U2-ի վրա, կամ եկեք մեզ ընդհանուր դեպքը պետք չի, մեզ պետք է ընդամենը այն դեպքը, երբ կետը գտնվում է, չէ, ընդհանուր դեպքը է պետք։ Սիմետրիա X-երի առանցքի նկատմամբ ինչ է անում, թողնում է նույնը առաջի կոորդինատը, երկրորդ կոորդինատի նշանն է փոխում, 92։ Այդ դեպքում ստեղ ինչ եմ ստանում, ստանում եմ V1 V2-ը, պետք է հավասար լինի A V1 V2-ի, այսինքն պետք է հավասար լինի V1 մինուս V2-ի։ Ու հեսա պետք է ճիշտ լինի ցանկացած R-ի համար, ինչ է նշանակում, նշանակում է V2-ը հավասար է 0-ի նույն համար։ Այսինքն ինչ ստացա, մի կողմից F-ը պետք է ներկայացվի այս տեսքով, մյուս կողմից V2-ը նույնաբար հավասար է 0-ի։ Նայեք գրենք ինչ ստացվեց, ստացվեց, որ F1-ը R EF-ի կետում հավասար է V1R կոսինուս V և F2-ը R EF-ի կետում հավասար է V1R սինուս V։ Իսկ այդ ինչ է նշանակում, նշանակում է, որ F-ը R EF-ի կետում հավասար է կոսինուս մինուս V-ն հենց EF-ին է, ստացվեց ինչ-որ մի ֆունկցիա V1R EF-ի։ Այս են ինչ-որ ուզում էինք, որտեղ այս EF-ին հավասար է հենց ER վեկտորին։ Մենք ցույց տվեցինք, որ եթե դաշտը կենտրոնական է, ապա ինքը ներկայացվում է այս տեսքով, առաջարկում ինք դրույն ցույց տակ, որ հակառակն է ճիշտ։ Եթե դաշտը ունի այս տեսքը, այս անհայմատ ավելի հեշտ է, ապա պարզապես պետք է ստուգեք այս հավասարությունը, ապա ինքը ինվարիանտ է անշարժ թողնող կենտրոնական օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ։
Շատ լավ, սրանով ապացույցն ավարտվում է։ Մի հատ իմ վերենք ինչ արեցինք։ Ներմուծեցինք պահպանողական դաշտի կամ պոտենցիալ դաշտի հասկացությունը։ Ու հասկացանք, որ դաշտը պոտենցիալ է այն եւ միայն այն դեպքում, երբ աշխատանքը կախված է միայն ծայրակետերից։ Հիմա փորձում ենք կառուցել դաշտեր, որոնք պոտենցիալ են։ Դրա համար ներմուծեցինք կենտրոնական դաշտի հասկացությունը։ Ուրեմն կենտրոնականային դաշտերը, որոնք ինվարիանտ էին on անշարժ թողնող օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ, ու հասկացանք, որ այդ դաշտերը ունեն այս կոնկրետ տեսքը։ Իրանք պետք է լինեն ֆունկցիա կախված հեռավորությունից եւ բազմապատկած x-ի միավոր վեկտորով։ Հիմա ինչի համար է ամեն ինչը, ամեն ինչը սրա համար է թեորեմ։ Կենտրոնական դաշտը պահպանողական է։ Պահպանողական է։ Այս ամեն ինչը ունենալուց հետո իհարկե այս թեորեմը համարյա ակնհայտ է, ապացույց։ Ունենք F դաշտը, որը ներկայացնում է եկեք այդ երկրորդ տեսքով գրենք, այսինքն ինքը ինչ որ մի phi r է, բազմապատկած ER-ով, որտեղ ER-ը այդ x-ը բաժանած r-ն է, եւ r-ն էլ իր հերթին x-ի երկարությունն է։ Ուզում ենք ցույց տանք, որ fx-ը հավասար է մինուս գրադիենտ ինչ որ մի ux։ Եկեք ux-ը պատրանք հենց որպես ֆունկցիա, որը կախված է միայն r-ից։ Փնտրում ենք ու հավասար է ur ֆունկցիա։ Եկեք գրենք այս, ստեղ ինչ է գրված։ Ձախ մասը հավասար է phi r ER, պետք է սա հավասար լինի մինուս գրադիենտ UR, որտեղ ում ֆունկցիա է, դե օգտագործում ենք բարդ ֆունկցիայի հիացանցալը, ստացվում է մինուս ու շտրիխ R, անգամ R-ի գրադիենտը հեշտ է հաշվել, ստացվում է x-ը բաժնած R-ի։ Սա հենց R-ի գրադիենտ էր։ Բայց x-ը բաժնած R-ը հենց այդ ER-ն էր, այսինքն ստացվեց մինուս ու շտրիխ R ER։ Սա պետք է հավասար լինի սրան, սա տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ r-ը հավասար է մինուս ու շտրիխ r, ընդ որում r-ը մեծ է 0-ից։ Դες տեղացել կարող ենք r-ը որոշենք։ r-ը հավասար է վերցնում ցանկացած կետ, ասենք 1-ը, ու վերցնում ինտեգրալ 1-ից r ps ds։ Դեպքում ու-ի ացանցալը հավասար կլինի մինուս r-ի։ Մեզ բանը գրելուց հետո ես կարող եմ այս հաշվարկը մոռանալ, պարզապես ստուգ եմ, որ սա բավարարում է այս սրան։ Եթե առաջարկում եմ դուք անեք ինքնուրույն, համարյա անելու բան չկա։ Ուրեմն մենք ցույց տվեցինք, որ կենտրոնական դաշտերը միշտ պահպանողական են, մասնավորապես եթե շարժումը կառավարվում է կենտրոնական դաշտով, ապա կա էներգիայի պահպանման օրենքը։ Շատ լավ, եկեք արագ եւս մի պահպանման օրենքի մասին խոսենք։
Այդ կինետիկ մոմենտի պահպանման օրենքն է։ Ուրեմն սա հաջորդ կետն է, 7-րդ կետը Արնոլդի գրքում, կինետիկ մոմենտ։ Ուրեմն նայում ենք շարժում կենտրոնական դաշտում, այսինքն x երկու կետով է, հավասար է մինուս չէ, պարզապես VR գրենք, 5 կախված r-ից er։ Ես արդեն գիտեմ, որ այս դաշտը պարտավոր է լինել կենտրոնական, բայց այս բանը կարևոր չի այդ բանը։ Ուրեմն սահմանում ուրեմն ես միշտ ենթադրել եմ, որ ֆին որոշված է դրական կիսառանցքի վրա։ Ու ասենք գոնե մեկ անգամ ածանցելի է։ C1 վերցնում եմ 0 պլյուս անսահմանություն եւ r։ Արժեքները ընդունում եմ r-ում։ Ուրեմն կինետիկ մոմենտ կանվանենք հետևյալ մեծությունը։ Ինքը վեկտորական մեծություն է։ Ես վերցնում եմ x կետը եւ նայում եմ վեկտորական ածանցյալը, վեկտորական արտադրյալը արագության հետ x անգամ x կետով։ Քանի որ մենք նայում ենք երկչափ դեպքը, այսինքն ես ենթադրելու եմ միշտ որ d-ն հավասար է 2-ի։ Չնայած շատ բաներ ճիշտ է նաև բազմաչափ դեպքում, բայց եկեք սկզբի համար նայենք d-ն հավասար է 2 դեպքը։ Ուրեմն ունեմ վեկտոր, ուրեմն սա կոչվում է կինետիկ մոմենտ։ O-ի նկատմամբ։ Ուրեմն կինետիկ մոմենտը կախված է թե ինչ կետի նկատմամբ ենք նայում։ Ես ունեմ կենտրոնական ուժային դաշտ, այսինքն կա ինչ որ մի O կետ, որի նկատմամբ դաշտը կենտրոնական է։ Ուրեմն այս մեծությունը վեկտորական արտադրյալ x եւ x կետովի կոչվում է O-ի նկատմամբ կինետիկ մոմենտ։ Հիմա քանի որ ես ունեմ ինչ որ մի վեկտոր x եւ ինչ որ արագության վեկտոր x կետով։ Մենք կարող ենք այստեղ արագության վեկտորը ստեղ գրել։ Որ հետո հաշվենք վեկտորական արտադրյալը։ Վեկտորական արտադրյալը կլինի վեկտոր, որը ուղղայաց կլինի այս հարթությանը։ Ճիշտ է, ես նայում եմ երկչափ դեպքը, բայց վեկտորական արտադրյալ սահմանելու համար ինձ պետք է եռաչափ տարածություն, որ կարողանամ սահմանել։ Հիմա սրանց վեկտորական արտադրյալ կլինի վեկտոր, որը ուղղայաց է այս հարթությանը։ Եվ որի երկարությունը, ուրեմն m-ը վեկտորը կունենա հետևյալ տեսքը, ինքը կլինի ինչ-որ մի սկալար, ինչ-որ մի թիվ, բազմապատկած հարթության նորմալ վեկտորը։ Այսինքն սա ես եթե ես ներմուծեմ հարթության նորմալ վեկտորը, n որը ուղղայաց է հարթությանը, կինետիկ մոմենտը կարող եմ ներկայացնել որպես ինչ-որ մի թիվ, բազմապատկած նորմալ վեկտորով։ Այսինքն սրանից հետո մենք կինետիկ մոմենտ կանվանենք ոչ թե այս վեկտորը, այլ այս թիվը, որն էր այս m-ի իմաստը, m-ի մեծությունը, այսինքն բացարձակ արժեքը, այս պարզապես x-ով եւ x կետով կազմած զուգահեռագծի մակերեսն է։ x կետով զուգահեռագծի մակերեսը։
Հիմա արդյունքը շատ պարզ է, արդյունքը ասում է հետևյալը, թեորեմ կենտրոնական ուժային դաշտում կինետիկ մոմենտը պահպանվում է։ Ուժային դաշտով կառավարվող շարժման համար շարժման կինետիկ մոմենտը պահպանվում է։ Շարժման կինետիկ մոմենտը պահպանվում է։ Ապացույցը մի տող է իրականում։ Վերցնում ենք, ոնց ենք ցույց տալիս, որ ինչ-որ մի բան պահպանվում է, վերցնում եմ արձանցում եմ, որ տեսնենք զրո է ստացվում, թե ոչ։ Իրականում, քանի որ կինետիկ մոմենտը ներկայացում է այս տեսքով, սկալար անգամ նորմալ վեկտոր, որը նորմալ վեկտորը չի փոխվում։ Իրականում սրա պահպանવાનું ենք նույնն է, ինչ որ այս m-ն է պահպանվում։ Բայց մենք կհաշվենք վեկտորական մեծության արձանցյալը, որպեսզի հասկանանք ինչ է տեղի ունենում։ Սրա արձանցյալը հավասար է, պետք է վերցնեմ x-ի եւ x կետովի վեկտորական արտադրյալի արձանցյալը, ուրեմն ստեղ մի փոքր բան կա հասկանալու, որ եթե ես ունեմ գծային ֆունկցիա, այսինքն երկգծային ֆունկցիա, վեկտորական արտադրյալը գծային ֆունկցիա է իր արգումենտներից։ Այսինքն ես ունեմ երկգծային ֆունկցիա։ Ուրեմն սա արձանցելու համար ես պետք է պարզապես հեշտով արգումենտները արձանցեմ։ Ոնց օրինակ սկալար արտադրյալի համար։ Սկալար արտադրյալ արձանցելուց պետք է առաջինը արձանցենք, երկրորդը ֆիքսենք եւ հակառակը։ Ուրեմն այստեղ ես առաջարկում եմ ինքնուրույն համոզվել նրանում, որ եթե ես ունեմ պարզապես գծայինություն սրա եւ սրա նկատմամբ, իսկ վեկտորական արտադրյալը գծային իր արգումենտների նկատմամբ, ապա արձանցելու համար պետք է անեմ հետեւյալը։ Արձանցում եմ առաջինը, ստացվում է x կետով անգամ x կետով, գումարած արձանցում եմ երկրորդը, x անգամ x կետով ստացվում է x 2 կետով։ Հիմա սա հավասար է 0-ի։ Իսկ x 2 կետովը, քանի որ այս մեր հավասարումն է, կստացվի x անգամ x-ի վեկտորական արտադրյալը pr ու անգամ er-ով։ Բայց x-ը եւ er-ը զուգահեռ են, այս երկու վեկտորները զուգահեռ են, քանի որ er-ը պարզապես x-ի ուղղությամբ միավոր վեկտոր է, նշանակում է սա էլ է հավասար 0-ի։ Այսինքն ես ցույց տվեցի, որ կինետիկ մոմենտի արձանցյալը 0 է, հետեւաբար կինետիկ մոմենտը պահպանվում է։ Ուրեմն այս ունի բավական հեշտ հետևանք, այդ Կեպլերի երկրորդ օրենքն է, բայց դրա մասին խոսենք հաջորդ անգամ, պարզապես այդ կապված է նաև կենտրոնական դաշտում շարժման հետ, դրա համար այսօր այդ մասը բանը չենք քննարկի։ Շատ լավ, ուրեմն մենք ցույց տվեցինք կինետիկ մոմենտի պահպանվելը, մնացածը հաջորդ անգամ։ Այսօր այսքանը, ստեսություն բոլորին, կհանդիպենք մյուս շաբաթ։